տեսնում ենք, որ եկեղեցու դեմ արշավը չի դադարում, տեսանք վերջին, այսպես ասած, ինչպես Մարիաթովն է բնորոշել, բռնազավթված Հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո իրականացվող սրբապիղ ծառայողակարգ։ Խնդրեմ այս մասով իմիջիայլոց հաջորդ կիրակի գալիք կիրակի արդեն Փաշինյանը մեկ այլ եկեղեցի է վերցրել, իր թիրախի տակ ինչ է տեղի ունենում, նաև մենք տեսանք, որ քանի որ անդրադառնալու ենք վաղաշաբաթի ընտրություններին, Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչի թեկնածուի դանոսների հիման վրա կալանավորվեցին Վեհափարի եղբայրը եւ խորհրդին։ Խնդրեմ։ Տեսեք, եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարը այս ամբողջ այս պատկերի փոքրիկ մասն է։ Այսինքն մենք նշեցինք, որ փաստացի Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը վերարտադրվել է 26 թվականին, ինքը կախված է Էրդողանից, որպեսզի Էրդողանը համոզի Ալիևին, որ Ալիևը իրեն թուղթը նվիրի։ Հիմա Էրդողանն էլ ասում է, քանի որ դու ինձանից կախված ես, որպեսզի թուղթը ես ճնշեմ վերցնեմ, դու պետք է կազմաքանդես հայ առաքելական եկեղեցին։ Ինչ է դա նշանակում։ Էրդողանը մինչև այս տարվա, մինչև իրենց հունիսի հանդիպումը Նիկոլ Փաշինյանին պարզ ներկայացրել էր, որ հայ առաքելական եկեղեցին իր կառուցվածքով ինքը էքստերիտորիալ բնույթ ունի, այսինքն ինքը ոչ թե Հայաստանի եկեղեցի է, այլ ամբողջ աշխարհի հայության եկեղեցի է։ Ինքը ունի թեմեր ոչ միայն Հայաստանում, այլ ունի թեմեր նաև Հայաստանից դուրս։ Եվ ըստ էության կաթողիկոսին ընտրում են ոչ միայն Հայաստանի հայերը, այլ նաև Սփյուռքի հայերը։ Եվ Էրդողանը բացատրել է Փաշինյանին, որ այն կաթողիկոսը, որին ընտրում են նաև Սփյուռքից, օբյեկտիվորեն ինքը պետք է կատարի նաև Սփյուռքի պատվերը, իսկ Սփյուռքը քանի որ հակաթուրքական է տրամադրված իր պատմությունով, ապա օբյեկտիվորեն կաթողիկոսը եւ առաքելական եկեղեցին ինքը հակաթուրքական բնույթ է ստանում, որպեսզի դու կարողանաս Փաշինյանին է բացատրել Էրդողանը, որպեսզի դու կարողանաս եկեղեցին տարանջատես հակաթուրքական այդ բանից, եկեղեցին պետք է ունենա էքստերիտորիալ բնույթ, ինչպես օրինակ ասենք Վրաստանի եկեղեցին, ինչպես Ռուսաստանի եկեղեցին, ինչպես այլ ուղղափառ եկեղեցիները։ Դրա համար ինքը ասում է դու պետք է ոչ միայն կաթողիկոսին փոխես, որը հասկանալի է, դու պետք է կառուցվածքը փոխես, այսինքն դու պետք է քո դրսի թեմերը հանձնես ուրիշ եկեղեցին եւ դառնաս միայն հայաստանյան կառույց եւ ավելին կաթողիկոսի ընտրության մեջ դու պետք է մեծ լումա ունենաս, որպեսզի դու քո վերահսկողության տակ լինի կաթողիկոսը, այսինքն դու պետք է ունենաս դրածո կաթողիկոս, որ այդ կաթողիկոսը այլևս չխոսի Արցախի վերադարձի մասին, չխոսի ցեղասպանության մասին, չխոսի Հայաստանի ողբերգությունների մասին, չխոսի Հայաստանի խնդիրների մասին, ինքը պետք է դառնա քո դրածո, այսինքն ինքը պահանջում է փոխել Հայաստանի եկեղեցու կառուցվածքը, հայ առաքելական եկեղեցու կառուցվածքը, փոխել այսօրվա վերնախավին, հոգևորական վերնախավին, մեծ մասին, եւ ամեն ինչ անել, որ այդ կառուցվածքի փոփոխության արդյունքում Հայաստանը ապագա եկեղեցին թեմեր չունենա։ Հիմա Փաշինյանը դրա մասին իր Էրդողանի այս խոսակցության մասին հրապարակավ չի արտահայտվում։ Քանի որ գիտի, որ տենց արտահայտվի խայտարակ կլինի։ Ինքը փորձում է ամեն ինչ անել, որ սա վեճ է իր եւ կաթողիկոսի միջեւ։ Բայց սա իր եւ կաթողիկոսի միջեւ վեճ չէ։ Սա նույնիսկ իր եւ եկեղեցու վեճ չէ։ 2018-ին, որ ինքը եկավ իշխանության, եկեղեցում կար դժգոհություն, հայր կորյունը այն ժամանակ որոշում կայացրեց, մի հատ շարժում սկսեց բանը նոր Հայաստան, նոր հայրապետ անունով, բայց այդ ժամանակ Փաշինյանը չաջակցեց, որտեղ մեծ հաշվով Փաշինյանը հետաքրքիր չէր ներեկեղեցական խնդիրները։ Իրեն հետաքրքիր իրեն դա հետաքրքիր է Էրդողանին, քանի որ Էրդողանն է հետաքրքիր, ինքը հիմա Էրդողանի շահերն է սպասարկում, որպեսզի դրա դիմաց ստանա Էրդողանի կողմից այն թուղթը, որը պետք է նվիրի Ալիևը։ Այսինքն սա փաստացի ոչ թե պայքարա եկեղեցու կաթողիկոսի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, այլ սա խնդիր է, որը դրել է Էրդողանը կազմաքանդել հայ առաքելական եկեղեցին։ Այդ կազմաքանդման ձևը կայանում է հետեւյալը, պետք է թիրախավորել բացառապես կաթողիկոսին եւ մի շարք սրբազաններին, որոնք ակտիվ դիմադրում են այդ process-ին։ Դա Բագրատ Սրբազանն է, դա Միքայել Սրբազանն է, Շիրակի եւ այլն։ Եվ սա է խնդիրը, այսինքն ստեղ չկա կաթողիկ եւ այն մարդիկ, ովքեր որս վեճը դիտարկում են կաթողիկոս Նիկոլ Փաշինյան, այդ մարդիկ կամ անգրագետ են, կամ անմեղսունակ են, կամ սրիկաներ են։ Երրորդ տարբերակ չկա։ Ես նույնպես եմ կրում, սա վեճ չի կաթողիկոսի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Սա վեճ է
Հայաստանի առաքելական եկեղեցի լինել չլինելու վեճը։ Եվ այն մարդիկ, ովքեր որ մասնակցում են պարակման մեջ, ես նույնպես եմ կրկնում, դրանք մեծ մեղք են վերցրել իրենց վրա, եւ 2026 թվականին գալու է այն ժամը, որ այդ մարդիկ պետք է պատասխան տան, թե ինչ նպատակով են այդ ամեն ինչը արել։ Կապ չունի այդ մարդիկ շարքային քաղաքացի են, թե բարձր պաշտոնյա։ Սա է հարցը։ Պարոն Ղոզարյան, վեհապարի պատասխանը ըստ էության վերջին Սուրբ Պատարագի ժամանակ նաև այսօր իր կառավարության 26-րդ տարին է լրանում, ըստ էության նաև գիտենք, որ խանգարումքի մեջ հայտնվեցին մանավանդ երբ որ վեհապարը բոլոր առիթներով բարձրաձայնում է մեր ռազմագերիների մասին, Արցախի մասին, բռնաճնշումների մասին, եւս մեկ անգամ վեհապարը Մարիաթորից աղոթք կարդաց այս մարդկանց համար։ Սա նորից հստակ պատասխանն է վեհապարի եւ արդյոք այն մարդիկ, որ ասում են, գիտեք, եկեղեցի պետք է ավելի կոշտ գործի, եկեղեցին ինչ ունի կոշտ գործել, չէ՞ որ եկեղեցու վեհապարի եւ եկեղեցու, այսպես ասենք, զորքը դա հայ ժողովուրդն է, հայ մարդն է։ Տեսեք, եկեղեցին պետք է դու Գրիգոր Լուսավորչի օրինակը բերել եք, պետք է խնդրեմ եւս մեկ անգամ։ Տեսեք, վեհապարի պատասխանը շատ ճիշտ է, այսինքն մեծ հաշվով եկեղեցին պետք է չխառնվի քաղաքական գործընթացների մեջ, բայց ինքը պետք է տեսակետներ հայտնի։ Տեսակետ հայտնելը դա չխառնվելն չի նշանակում խառնվել։ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է տեսակետ ունենալ, բայց երբ որ ինքը սկսում է գործողության մեջ մտնել, դա խախտում է սահմանադրությունը, ինքը դառնում է հակասահմանադրական։ Հիմա ինքը Նիկոլ Փաշինյանը մազից է կախված արդեն բացահայտ հակասահմանադրական process-ների մեջ մտնելու, որից հետո արդեն impeachment-ի պահանջը լինելու է ուղղակիորեն օրհասական, որովհետև այսօր մեր սահմանադրությամբ աշխարհիկ իշխանությունը տարանջատված է եկեղեցուց, եկեղեցին չի խառնվել քաղաքական գործընթացների մեջ, եթե դուք հիշում եք Բագրատ Սրբազանը, երբ որ շարժում սկսեց, ինքը իր կարգավիճակը սառեցվեց եկեղեցու կողմից եւ ճիշտ որոշում էր դա, որովհետեւ եկեղեցին տարանջատված է աշխարհիկ իշխանությունից, եկեղեցին կարող է ունենալ տեսակետներ։ Կաթողիկոսը կարող է չսիրել Փաշինյանին, կարող է քննադատել։ Փաշինյանը նույնպես կարող է չսիրել կաթողիկոսին, կարող է քննադատել։ Դրանք նորմալ երևույթներ են, բայց process-ի մեջ մտնել, փորձել գործողությունների մեջ մտնել, դա կնշանակի խախտել սահմանադրությունը, իսկ սահմանադրության խախտողը դառնում է հանցագործ, եւ այդ հանցագործի առաջ կանգնում է impeachment-ի խնդիրը։ Հիմա մենք կանգնած ենք 5 րոպե առաջ իսկապես իրական impeachment-ի գործընթաց սկսելու։ Սա է հարցը։ Այսինքն վեհապարի այս կեցվածքը, Մարիաթորի այս կեցվածքը բարեգույն իմաստով Փաշինյանի մասից է կախել։ Այո, հիմա սա փաստ է, բայց ինձ մի քիչ մտահոգում է այն, որ դրսի հայ առաքելական եկեղեցու էջմիածնին պատկանող թեմերից շատ լուրջ արձագանքներ չկան։ Այսինքն կան արձագանքներ։ Տեսեք, կան օրինակ Երուսաղեմի պատրիարքը արձագանքեց եւ Ռումինիայի պատրիարքը եւ էլի շատ պատրիարքներ արձագանքեցին եւ իրենց գնահատականները տվեցին, որը շատ արդարացի է։ Ես նաեւ սպասում եմ Կիլիկիո Արամ Արաչինի արձագանքը։ Ես դեռ չեմ տեսել այդ արձագանքը եւ ունեմ կասկածներ։ Այդ կասկածների մասին ես չեմ ուզում հրապարակայնացնեմ, բայց կա կուլիսային խոսակցություն, որ ես դա խոսակցություն եմ ասում, չեմ պնդում 100%-ով, որ Էրդողանը առաջարկել է Նիկոլ Փաշինյանին, որ էջմիածնի այն թեմերը, որ գտնվում են Հայաստանից դուրս, հանձնել Կիլիկիոյի կաթողիկոսին։ Այսինքն փաստացի հանձնել Կիլիկիոյի կաթողիկոսին, որպեսզի էջմիածնը դառնա մաքուր հայաստանյան կառույց։ Այսպիսի խոսակցություն ես լսել եմ։ Սա միգուցե գերատեսչական մակարդակով կամ անձնական մակարդակով շահավետ է Կիլիկիոյի կաթողիկոսին, բայց սա կլինի մեծագույն դավաճանություն, եթե հանգարց պարզ լինի, որ Կիլիկիոյի կաթողիկոսը անուղղակի խրախուսում է այս ծրագրերին։ Դրա համար շատ կարևոր է, որ այս արձագանքը լինի, որովհետև ես նույնպես եմ կրկնում, սա Թուրքիայի ծրագրված քայլն է եւ Թուրքիայի ծրագրված քայլի խրախուսելը դա համարվելու է պետական ազգային դավաճանություն, պատմական դավաճանություն, որը երբևիցե չի արդարացվելու որևէ ժամանակի դա անվերջ հավերժ ժամանակներով դատապարտվելու է։ Այսինքն Արամ Արաչինը հիմա հստակ Ես չեմ ուզում գնահատական տամ, ես նորից եմ կրում, սա կուլիսային խոսակցության թեմա է։ Այո, բայց սա այդ կուլիսային խոսակցությունը, այդ կուլիսային խոսակցությունը քննարկվել է Թուրքիայում։ Ես չեմ կարող պնդել ինչքանով է ճիշտ, ինչքանով է սուտ,
Չեմ էլ ասի թե այդ կուլիսային խոսակցության աղբյուրները որոնք է, ես պարզապես նշում եմ, որ այդպիսի խոսակցություններ կան։ Եվ ինչ պետք է հիմա հստակ է։ Ես նույնիսկ եմ տվել, տեսեք օրինակը բերեմ, Երուսաղեմի պատրիարքը իր հստակ գնահատականը տվել է։ Ես ուզում եմ, որ այդպիսի հստակ գնահատական փառք ու պատիվ Երուսաղեմի պատրիարքին։ Այսպիսի գնահատականով պետք է հանդես գան նաև բոլոր թեմերի առաջնորդները, լինի դա Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Սա է այն ազգանվեր եւ արժանապատիվ կեցվածքը, որ պետք է ունենան հայ հոգեվորականները։ Պարոն Բոզոյան, ձեզ համար հասկանալի է կամ ինչ եք կարծում, այս այլևս կարգառույց եղած Ստեփան Ասատրյան, հիմա կա մի հատ Թադե, որը դեռ չի կարգառույց եղել, կարծեմ այս Թադենի եկեղեցու ինքը հոգևոր հովիվն է։ Իրենք ինչ, այսպես ասենք, դրդապատճառ ունեն, որ գնում են այս ամենին։ Տեսեք, եկեղեցու մեջ միշտ էլ կան դժգոհություններ, որը հասկանալի է։ Եկեղեցին դա սրբերի հավաքույթ չէ։ Եկեղեցին մի կառույց է, որտեղ աշխարհի բոլոր եկեղեցիներում այդ խնդիրները կան։ Բազմաթիվ խնդիրներ կան, այնպես չի որ կաթողիկոս, բայց չգիտեմ սուրբ մարդ կամ չգիտեմ հոգևորականներն են սուրբ մարդ կամ եկեղեցին է սուրբ, ոչ, իհարկե Վատիկաններ սուրբ չէ, ուղղափառ եկեղեցիներ սուրբ չէ, բոլոր եկեղեցիներում եւ իմ ընկերները բազմաթիվ ժամանակ քննադատել են եւ շատ խիստ են քննադատել եկեղեցու միջի եղած շատ բարքեր, որը ինձ էլ անընդունել են այդ բարքերը բազմաթիվ իմաստներով, իսկապես ռեֆորմայի բարեփոխման մեծ պահանջ ունի մեր եկեղեցին, բայց մի բան է, որ մարդիկ դժգոհում են եւ դա հասկանալի է այդ դժգոհությունը եւ տրամաբանական է, որ դժգոհությունը մնա եւ եկեղեցու մեջ այդ դիսկուրսը պահպանվի, մեկ այլ բան է, որ որոշ դժգոհներ օգտվելով այս իրավիճակից փորձեն Էրդողանի խաղը խաղալով իրենց դիրքային առավելություն ստանան եւ կարողանան ի վերջո Էրդողանի ծրագրերը կյանքի կոչեն։ Սա Էրդողանի ծրագրերն է, սա Նիկոլ Փաշինյանի ծրագրերը չէ։ Նիկոլ Փաշինյանը դա գործիք է Էրդողանի ձեռքերում։ Այն մարդիկ, ովքեր որ համաձայնվում են այդ process-ի մեջ մտնել, դրանք ես այդ մարդկանց համարում եմ եկեղեցական թափոններ, որոնք պատմական թափոններ են դառնալու 26 թվականից հետո, եւ այդ մարդիկ չգիտեմ թե ինչպես են կարողանալու շփվել իրենց շրջապատում։ Սա է խնդիրը։